Բոլորին բարի օր եւ բարի վերադարձ Mountain Eye Farms Ջրաղացի ծոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ Այսօր մեր մոտ հուլիսյան զով օր է իմ առջևում եւ էկրանի վրա եղնասարն է ամենաբարձր գագաթը մեզ մոտից երևացող եւ մեր շրջանում եւ դեռ 10 տարեկը նոր է անցնում, բայց ես տեսնում եմ, որ այնտեղ դեռ ձյուն կա։ Այսօրվա մեր թեման ջուրն է, չափազանց կարևոր թեմա եւ գլոբալ եւ տեղական մակարդակներում եւ ուստի սկսենք ջրի մասին։ Հայաստանը իհարկե ջրի երկիր է, բայց քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, դա նշանակում է, որ Հայաստանը առաջի հերթին լեռնային ջրի երկիր է։ Ջուրը նախ ձևավորվում է բարձրավանդակում, այնուհետև գրավիտացիայով հոսում դեպի հովիտ, դեպի վերջո այդ ջուրը Հայաստանից դուրս է գալիս։ Այսինքն ջուրը մեզ մոտ ի սկզբանը հյուր է գալիս։ Մի քիչ մնում է, հետո արագ ճանապարհվում դեպի ուրիշ երկրներ։ Եվ հարցը այս է. մենք այդ հյուրին մեզ մոտ մի քիչ երկար պահում ենք, մի բաժակ սուրճ տալիս ենք, որ մի քիչ երկար մնա, թե դուռը բաց ենք թողնում ու ասում ենք բարով ես եկել, բարով գնաս ուր ուզես։ Ես համաձայն չեմ, որ ասում են Հայաստանը քարերի երկիր է, Հայաստանը չոր երկիր է, այդպես չէ։ Հայաստանը չոր երկիր չէ, Հայաստանը արագ ջրահոսք ունեցող երկիր է։ Ջուրը ծնվում է լեռներում, բայց այդ ջրի արժեքի մեծ մասը ստեղծվում է միայն այն ժամանակ, երբ արդեն ջուրը լեռներից իջնում է հովիտներ։ Իսկ երբեմն, երբ արդեն Հայաստանից դուրս է գալիս։ Դրա համար առաջին ջրամբարը, մեր ջրամբարը առաջին, ոչ թե պետք է լինի բետոնից եւ հովիտներում, առաջին ջրամբարը պետք է լինի լեռներում հողի տեսքով։ Լեռները ջրահավաք մեքենաներ են։ Ձմռանը ձյան տեսքով, գարնանը հալոսքի տեսքով, ամռանը աղբյուրների, խոնավ հողի, խոտի եւ արմատների տեսքով։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ մի բան։ Հայաստանում ջուրը լեռներից հոսում է դեպի ցած, լանջերով, սկզբից առվակներով, հետո գետերով, բայց ցած է հոսում։ Հետո մենք փորձում ենք այդ ջուրը որսալ հովիտներում, ջրամբարներում։ Միտքը իհարկե լավն է, բայց երբևէ եւ երբեք հնարավոր չի լինելու կառուցել այնքան ջրամբար, որոնք կպահեն Հայաստանում ծնված ջրի զգալի մասը։ Հայաստանում ծնված ջուրը հիմնականում հոսում է երկու ավազանով։ Մեկը Արաքսի ավազանն է, դա հարավային Հայաստանն է։ Եվ մյուսը Կուրի ավազանն է, դա հյուսային Հայաստանի ջուրն է, հյուսային Հայաստանում գտնվում է նաև այս գեղեցիկ տեղը, Ջրաղացի ձորը։ Բայց մինչև ջուրը լեռներից կհասնի մեծ գետերին, մինչև կմտնի ջրամբարներ, մինչև կիշտի դաշտեր, մինչև կհասնի Արաքսին կամ Կուրին եւ վերջում կանցնի Հայաստանի սահմաններից դուրս, այն նախ ծնվում է բարձր լեռներում, այսպիսի տեղերում։ Այսինքն ջրի առաջի պահեստը բետոնե ջրամբարը չէ, ջրի առաջի պահեստը լեռներն են, ջրի առաջին ջրամբարը լեռների այս հողն է։ Հայաստանի տարեկան վերականգնվող ջրային ռեսուրսը մոտավորապես 7-ից 8 միլիարդ խոնարհ մետր է, եւ թիվը բավական մեծ է թվում։ Բայց ջուրը բանկում դրած գումար չէ։ Ջուրը շարժվող կապիտալ է, արագ շարժվող կապիտալ։ Եթե չկառավարեցիր, կապիտալը քոնը չէ, գնում է եւ այլևս քոնը չէ։ Կամ ավելի պարզ ասած, ջուրը ունի գնացքի տոմս։ Գալիս է, նստում է գնացք եւ այսպես գնում։
Իսկ հիմա ուշադրություն։ Հայաստանը հասցնում է օգտագործել իր ջրի միայն 30%։ Մնացածը նվիրում է հարևաններին։ Հայաստանի գետերի մեծ մասը ի վերջո միանում են Արաքսին կամ Կուրին։ Այսինքն մեր լեռներում ծնված ջրի մեծ մասը դուրս է գալիս Հայաստանից։ Ուրեմն հարցը սա է. մինչ այդ ջուրը գնում է, այն ինչ-որ բան անում է Հայաստանի համար։ Այո, ջրի մեծ մասը օգտագործվում է խմելու համար, մի մասը ոռոգման, մի մասը էներգետիկայի, մի մասը տնտեսության տարբեր ոլորտներում։ Բայց ամենամեծ օգտագործողը երկրագործությունն է։ Ջուրը երկրագործության մեջ է դառնում սնունդ, դառնում է խոտ, դառնում է կաթ, դառնում է միս։ Եթե մենք շատ հաճախ ջրի մասին մտածում ենք միայն խողովակներով, ջրանցներով կամ ջրամբարներով, դա սխալ է։ Իհարկե ջրամբարները պետք են։ Առանց ջրամբարների երկիրը, մեր երկրի ջրային հիշողություն չի ունենա ընդհանրապես։ Բայց կա մի ուրիշ ջրամբար, որը շատ ավելի կարևոր է, շատ ավելի խելացի է եւ շատ ավելի մեծ է։ Դա հողն է։ Առողջ հողը ջուր է պահում։ Մերկ եւ դեգրադացված հողը կորցնում է եւ հողը եւ ջուրը։ Եթե լեռնային հողը մերկ է, պնդացած, դեգրադացված, առանց խոր արմատներով խոտի, ջուրը այնտեղ չի մնում։ Այն արագ հոսում է ներքև, դառնում է հեղեղ, տանում է հողը, սննդանյութը եւ կյանքը։ Այդ ժամանակ մենք կորցնում ենք ոչ միայն ջուր, մենք կորցնում ենք նաեւ հող։ Իսկ հողը ջրի մայրն է։ Եթե հողը առողջ է, ծածկված խոտով, արմատներով, օրգանական նյութերով, կենդանի միկրոաշխարհով, ջուրը միանգամից չի փախչում։ Այն ներծծվում է, այն պահվում է հողի մեջ, այն դառնում է խոնավություն, այն սնուցում է խոտը, այն երկարացնում է աճի սեզոնը, այդ ժամանակ հողը դառնում է սպունգ։ Եվ սա Հայաստանի համար շատ մեծ հարց է, որովհետև մեր արոտների մեծ մասը բարձրադիր գոտիներում է։ Այսինքն ոչ թե ջրի ճանապարհի վերջում, այլ հենց ջրի ճանապարհի սկզբում։ Եթե ուզում ենք ջուրը պահել, պետք է մտածենք ոչ միայն հովիտների մասին, պետք է մտածենք լեռների մասին, որովհետև ջուրը պետք է պահել այնտեղ, որտեղ այն ծնվում է։ Ջրաղացի ձորում սա շատ պարզ է երևում։ Սա ջրաղացի գետն է։ Ջուրը գալիս է բարձրից, հոսանքնի վեր։ Այնտեղ չկա ոչ մի կառույց, ոչ մի արտադրություն։ Ջուրը զուլալ է։ Անցնում է անտառի, խոտի, լանջերի ու ձորերի միջով։ Եթե այդ լանդշաֆտը առողջ չէ, ջուրը արագ կանցնի ու կգնա։ Բայց եթե նույն լանդշաֆտը կառավարվում է ճիշտ, եթե խոտածածկը ուժեղ է, եթե հողը սպանված չէ, եթե արմատները աշխատում են, եթե կենդանիները ճիշտ են կառավարվում, ապա այդ ջուրը միանգամից չի փախչում։ Այն մնում է հողի մեջ, այն սնուցում է խոտը, խոտը սնուցում է կենդանուն, կենդանին սնուցում է հողը եւ ամբողջ համակարգը սկսում է աշխատել։ Խոտը աճում է ջրով, կենդանին այդ խոտը դարձնում է միս եւ կաթ։ Հողը հարստանում է, արմատները խորանում են եւ հաջորդ անձրևի ժամանակ այդ նույն հողը ավելի շատ ջուր է պահում։ Այսինքն ճիշտ կառավարող կենդանին օգնում է, որ սարը դառնա ջրի պահեստ։ Չմտածեք, որ կենդանին գետը խմում է եւ պահում է իր մեջ, դա սխալ է։ Կովը ջրի բակ չէ։ Կովը հողը կառավարող գործիք է։ Մեկ սևանգուսը կախված եղանակից, քաշից, խոտից եւ շարժից կարող է օրական խմել 60-ից 110 լիտր ջուր։ Շոկոին ավելի շատ, ցուրտ խոնավային ավելի քիչ։ Բայց ազգային մասշտաբով ամենակարևորը թիվը չի կենդանու խմած ջրի։ Ամենակարևոր թիվը այն ջուրն է, որը առողջ արոտը կարող է պահել հողի մեջ։ Հիմա եկեք պատկերացնենք Հայաստանի մոտ 1 միլիոն հեկտար հեռավոր եւ բարձրադիր արոտները։ Եթե այդ արոտների միայն 20%-ը, ընդամենը 200,000 հեկտարը մտնի խելացի կառավարվող արոտավարման մեջ,
եւ հողը յուրաքանչյուր հեկտարի վրա կարողանա պահել ընդամենը 10 մմ ավել ջուր, դա արդեն 20 միլիոն խորանարդ մետր ջուր է։ Եթե 40%-ը ընդամենը 400,000 հեկտարը աշխատի այդպես, ապա խոսում ենք 40 միլիոն խորանարդ մետրի մասին։ Իսկ եթե հողի առողջությունը բարելավի ավելի լուրջ 30 կամ 50 մմ լրացուցիչ ջրապահությամբ, ապա խոսքը արդեն տասնյակ եւ հարյուրավոր միլիոն խորանարդ մետր ջրի մասին է։ Սա արդեն ջրամբարային մտածողություն է։ Բայց տարբերությունն այն է, որ այս ջուրը պահվում է ոչ թե մեկ կետում, այլ ամբողջ լանդշաֆտի վրա։ Ջրամբարը ջուրը պահում է հովտում։ Առողջ արոտը ջուրը պահում է լեռան վրա։ Ջրամբարը հավաքում է արդեն հոսած ջուրը։ Առողջ հողը պահում է ջուրը մինչև այն կհոսի։ Սա հսկայական տարբերություն է։ Երբ ջուրը արդեն գետ է դարձել եւ իջել է հովիտ, մենք այն կարող ենք պահել միայն մեծ կառույցներով, բայց եթե ջուրը դեռ լեռան վրա է, ձյան, անձրևի, խոտի եւ հողի մեջ, այն կարելի է պահել բնության սեփական մեխանիզմներով, խոտածածկով, արմատներով, օրգանական նյութով, կենդանի ճիշտ կառավարմամբ, հողի կառուցվածքով։ Եվ այստեղ պետք է համեմատենք երկու տեսակի ջրամբար։ Առաջինը սովորական ջրամբարն է, մեծ, տեսանելի, բետոնով, քարտեզի վրա նշված, շատ կարևոր է, բայց ունի սահմանափակ տարողություն։ Երկրորդը կենդանի ջրամբարն է։ Դա լեռնային արոտն է։ Այն քարտեզի վրա կապույտ գույնով չի երևում, բայց եթե ճիշտ կառավարվի, կարող է ջուր պահել ամենուր, հողի մեջ, արմատների տակ, խոտածածկի տակ։ Սովորական ջրամբարը ասում է՝ ջուրը բեր ինձ մոտ։ Կենդանի արոտը ասում է՝ թող ջուրը մնա այնտեղ, որտեղ եկել է։ Եվ սա խելացի մոտեցում է, որովհետև եթե մենք ջուրը պահում ենք միայն հովտում, մենք սկսում ենք ուշ։ Եթե մենք ջուրը պահում ենք լեռներում, մենք սկսում ենք ճիշտ ժամանակին։ Հայաստանը չի կարող լեռների երկիր լինել եւ չօգտագործել իր լեռները։ Չի կարող ունենալ ջուր, արոտ, խոտ եւ կենդանի, բայց միաժամանակ կախված մնալ ներմուծվող մսից։ Եթե ջուրը ծնվում է մեր լեռներում, եթե խոտը աճում է մեր արոտներում, եթե կենդաներին կարելի է այդ արոտը խոտով դարձնել միս, ապա սա պարզապես գյուղատնտեսություն չէ, սա ազգային անվտանգություն է։ Սա սննդային անվտանգություն է, սա ջրային անվտանգություն է։ Ջրաղացի ձորը, Տավոշի լեռները, Սյունիքի լանջերը, Գեղամա ու Վարդենիսի արոտները միայն գեղեցիկ պատկերներ չեն, դրանք երկրի ջրային ենթակառուցվածքներն են։ Ոչ բետոնից, երբեմն խոտից, երբեմն արմատից, բայց այս համակարգը լուրջ է։ Եթե ճիշտ կառավարվի, բարձրադիր արոտը կարող է դառնալ Հայաստանի ամենամեծ, ամենատարածված եւ ամենաբնական ջրային պահուստներից մեկը։ Ջուրը, որը պարզապես հոսում է, շատ գեղեցիկ է, բայց ջուրը, որ աշխատում է, հզոր է։ Եվ մեզ պետք է ոչ միայն գեղեցիկ ջուր, մեզ պետք է աշխատող ջուր։ Եվ եթե բարձրադիր արոտները ճիշտ կառավարեն, ջուրը պարզապես չի անցնի Հայաստանի միջով։ Ջուրը կաշխատի Հայաստանում։ Ջրի պատմությունը միայն գետերի պատմությունը չէ։ Դա հողի պատմություն է, դա կենդանու պատմություն է։ Եվ եթե մի օր ինչ-որ մեկը հարցնի, թե ինչ կապ ունի Սևանգուսը Հայաստանի ջրի հետ, պատասխանը շատ պարզ է։ Կենդանին օգնում է, որ ջուրը մնա հողի մեջ, խոտ դառնա, միս դառնա եւ աշխատի Հայաստանի համար։ Իսկ դա արդեն սովորական անաստապահություն չէ։ Դա լեռների ջրային տնտեսությունն է 4 ոտքով։ Բայց եկեք ճիշտ հասկանանք։ Սա չի նշանակում, որ ամեն տեղ պետք է կենդանի լցնել ու ասել, վերջ, ջրի հարցը լուծեցինք։ Ոչ։ Խուժան արածեցումը անում է ճիշտ հակառակը։ Եթե արոտը հանգստանալու ժամանակ չի ստանում, ապա հողը թուլանում է։ Այդ ժամանակ ջուրը չի պահում։ Այդ ժամանակ ջուրը փախչում է ավելի արագ։ Այսինքն, խնդիրը կենդանիների թիվը չէ։ Խնդիրը կառավարման որակն է։ Վերականգնողական արածությունը պահանջում է շարժ, պահանջում է պլանավորում, պահանջում է հանգիստ ժամանակաշրջաններ արոտի համար, պահանջում է ճիշտ խտություն, պահանջում է հասկանալ, թե երբ մտնել արոտ, երբ դուրս գալ, երբ թողնել, որպեսզի հողը շունչ քաշի։
Կենթանին լավ աշխատող է, բայց վատ մենեջեր։ Եթե նրան թողնես, անի ինչ ուզում է, նա կուտի իր սիրած բույսը մինչև վերջ։ Հետո կանցնի մյուսին, հետո կկանգնի ջրի մոտ եւ կսպասի, թե երբ է սկսելու հաջորդ օրը։ Դրա համար մարդը պետք է կառավարի։ Եվ եթե այդ երկուսը հանդիպում են, կենքանու բնական վարքը եւ մարդու ճիշտ կառավարումը, լանդշաֆտը սկսում է փոխվել։ Խոտը խտանում է, հողը առողջանում է, արմատները խորանում են, աղբյուրները ավելի դանդաղ են արձագանքում երաշտին։ Անձրևը այլևս չի դառնում միայն հոսք, այն դառնում է կայուն խոնավություն։ Եվ այստեղ է Հայաստանի հնարավորությունը։ Խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Դա անելը դժվար չէ, բայց մեր համար շատ կարևոր։ Խնդրում եմ նաև հավանեք եւ տարածեք մեր տեսանյութերը։ Դա թույլ է տալու ավելի շատ մարդկանց դիտել մեզ։ Ես շնորհակալություն եմ հայտնում եւ կհանդիպենք։ Ես շնորհակալություն ձեզ, Սև անգուսներ, Հայաստանի ջրամբար կառուցելու համար։